Սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում, այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես, ու ամեն բան, ինչ որ քեզանից է թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կատարյալ կամքը թող իրականություն դառնա ամեն մեկիս կյանքում, քանի որ քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Փառավորվիր, սիրելի հայր, ամեն մեկիս կյանքում քո հոգու զորությամբ, իրավիճակների վրա բերելով գերբնական փոփոխություն ու խոստմունքների իրականացումը Հիսուսի ձեռքով։ Շնորհակալություն Հիսուս, որ դու խաչի վրա ամեն բան կատարել ու ավարտել ես։ Մեր հաղթանակը պատկանում է քեզ։ Մենք ինչ որ ունենք քեզանով, ինչ որ քոնն է մերն է։ Ու մեր զորությամբ ու մեր կարողությամբ չի, որ մեր համար հասանելի է դառնում Աստծո խոստմունքները, այլ քո արած զոհի պատճառով, որտեղ խոստմունքի հեղինակն ու կատարողը դու ես։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում ու ցույց տուր քո փառքը քո ժողովրդի վրա։ Փառավորվիր ամեն մեկիս իրավիճակի վրա Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, փառք Հիսուսին ամեն ինչի համար, ինչ որ Աստված անում է ու կանի, ու գիտեք, Աստված ուզում է, որ ամեն ժամանակ մեր հայացքը լինի իրա վրա, ոչ թե մենք նայենք իրավիճակներին, ինչ է կատարվում, պրոբլեմներին, այլ նայենք այն ամենին, ինչ որ Հիսուսը արդեն ասել է մեզ, խոստացել է ու իր ձեռքով էլ իրականացնում է։ Ստեղ է երևում հավատքը։ Իրականում իրավիճակները բարձրանում են ու տարբեր բաներ են առաջանում մեր շուրջ բոլորը, որը խոստմունքին հակառակ է, բայց շատ կարևոր է, որ մենք ստեղ ցույց տանք իրականում մենք ում ենք հավատացել։ Իրավիճակներին նայելով կթուլանանք, կասենք, չէ, ամեն ինչ սուպեր, թե ճիշտ հակառակը մեր մեջից դուրս կգա հավատքը։ Իրականում Հիսուսը ասեց, երբ որ գամ երկրի արդյոք հավատ գտնեմ, թե չէ, որովհետև ամեն բան կատարվում է հավատքով։ Այն ինչ որ կատարվել ու ավարտվել է, մեր սրտի դիրքով, մեր որոշմամբ, մեր ընտրությամբ, մեր խոսույթով երևում է, մենք իրականում դրան հավատում ենք, թե չենք հավատում, թե մենք աչքի երևույթով նայում ենք կատարվող բաներին ու դրա հետ համաձայնվում ենք։ Այսինքն այն փոթորիկները, որ մեր շուրջ բոլորը բարձրացած են, իրանք նպատակային են բարձրացած։ Ստուգվում է մեր հավատքը։ Ու իմ կոչն է քեզ, որ դու նայես այն խոստմունքին, որ Աստված քեզ տվել է։ Մի նայի փոթորիկին, նայի խոստմունքի հեղինակին ու կատարողին, որը հավատարիմ է ու չի ուշանա։ Ամեն բան իր ժամանակին Աստծո ձեռքով որոշված է, որ քո կյանքում կիրականանա։ Չհանձնվես, չթուլանաս, չերկմտես, չկասկածես։ Աստված հավատարիմ Աստված է ու ունի զորություն, կարողություն իրավիճակները պտտելու ու քո կյանքի վրա բերելու այն հաղթանակը, որը ինքը ասել է քեզ։ Գիտես, իրականում քո իրավիճակի մեջ կարա ամեն ինչ շատ բարդ լինի ու կարա ամեն ինչ շատ հակառակ լինի։ Գուցե քեզ օրինակ Աստված ասել է դու պետքա գնաս Ամերիկա ուղղությունը ու դու հանկարծ գնում ես Ճապոնիայի ուղղությամբ ու այն շարժը, որ քո կյանքում կա, ամբողջությամբ հակառակ է նրան, ինչ որ Աստված քեզ ասել է։ Բայց հենց ստեղ է, որ քննվում է քո սիրտը, դու արդյոք հավատում ես, որ կհայտնվես Ամերիկայում, թե դու մտածում ես, թե քո ուղղությունը ընդհանրապես քեզ տանում է ուրիշ տեղ, իրավիճակները պարտադրում են քեզ ուրիշ տեղ ու դու երբևէ չես մտնի այն ամեն ինչի մեջ, ինչ որ Աստված քեզ խոստացել է։ Իրականում գիտեք, երբ որ Աստված ինչ որ բան խոստանում է, իրավիճակները հենց հակառակ դասավորվում են ու փորձվում է մարդու հավատքը։ Հիշում եք Հովսեփին, երբ որ ինքը երազ տեսավ, երազի մեջ ինքը տեսավ, որ պետքա բարձրանա
ու իր եղբայրները այդ երազի մեջ խուրձերի տեսքով էր, որ այդ խուրձերը խոնարհվում են իր խուրձի առաջ, ու Հովսեփը տեսնում էր, որ Աստված իրան բարձրացնում այդ երազի մեջ, իսկ իր եղբայրները իրավիճակի մեջ են հայտնվում, որ ավելի ցածր դիրքում են լինելու իր առաջ, բայց իրավիճակները լրիվ հակառակ ձևով դասավորվեցին, իր եղբայրները իրան ծաղրում էին, ցածրացնում էին, ուզում էին սպանեին, հետո վաճառեցին, ոչ մի բան չէր խոսում այն մասին, որ այդ երազը կկատարվի, իրավիճակները լրիվ հակառակ ուղղությամբ էին զարգանում, Հովսեփը պատկերացում չուներ, որ այդ երազը պետք է իրականանա Եգիպտոսում, ինքը սպասում ուներ, որ իր այդ հոր տան մեջ, որտեղ ապրում է, հենց այդտեղ էլ պետք է կատարվի, ինչ-որ բան պետք է լինի, որ իր եղբայրները խոնարհվեն իր առաջ, բայց Աստված լրիվ ուրիշ բան էր պատրաստել Հովսեփի համար, որը Հովսեփը պատկերացում էլ չուներ, դրա համար, երբ որ իրավիճակները սկսեցին նման ձևով զարգանալ, Հովսեփի մեջ պանիկա էր, խառնաշփոթ էր, ու իր մոտ էլ գալիս էր այդ հարցերը, ասում էր Աստված ջան, ախր դու բան ես խոստացել, ինչ է կատարվում, բայց ինքը անկախ ամեն ինչից բռնվել էր խոստմունքից, թեկուզ չէր հասկանում ինչ է կատարվում, բայց ինքը հավատում էր ու սպասում էր խոստմունքի իրականացմանը, ինքը գիտեր, որ խոստմունքի հեղինակն ու կատարողը Աստված է, ամենակարող Աստվածն է, ու գիտեք, այսօր էլ իրավիճակներ կան, քո կյանքում, մեր կյանքում, Հայաստանի կյանքում, ինչ որ Աստված խոսել ու ասել է մեր համար, բոլորովին այլ զարգացումներ են ստանում, բոլորովին ուրիշ ուղղությամբ է շարժվում իրավիճակը, ու թվում է, թե եւս մի քիչ եւ Հայաստանը այլևս կվերջանա, ու այն դեպքում, երբ որ Աստված Հայաստանին կանչել է զորավոր մեծ պատերազմի Բաբելոնի դեմ, մի տեղում Աստծո խոստմունքն է, մի տեղում իրավիճակն է, որը հակառակ ստեղծված է, որը ներկայացնում է Սատանայի սուտը, իրավիճակ, որը գոռում է ու ասում է, այս է իրականությունը, որի հետ պետք է համակերպվես, իսկ մի տեղում Աստծո խոստմունքն է, որ ասում է, որ Հայաստանը բարձրանալու է մինի Արարատի ասքանազի սահմաններով ու այդ Հայաստանը պատերազմի է կանչված Բաբելոնի դեմ, Բաբելոնին հաղթելու համար, Աստված ազգերին կոչ անելով ասում է, որ կկանգնեն քո կողքին, կզինեն ու կպատրաստեն, իրավիճակին նայելով լրիվ հակառակ պատկերն է, ուստեղ շատ կարևոր է, ում կհավատաս, ում խոսքին կհավատաս դու, իրավիճակին, որը քեզ պարտադրում ու թելադրում է, որ իր այդ հաշվի նստես, թե Աստծո ասածին, որը անտեսանելի է ու ստեղ երևում է դու հավատում ես թե չէ, կհավատաս արդյոք Աստծո ասածին մինչև վերջ, թե հայտնվելով փոթորիկների մեջ, խառնաշփոթի մեջ, Սատանայի ծրագրերի մեջ, որտեղ ինքը ուզում է քեզ կուլ տա ու վերջացնի, կասես չէ, Աստծո ասածը երևի լավ չեմ լսել, Աստվածաշնչում գրված է երևի ճշմարտություն չի, բռնվի Աստծո խոսքից անկախ ամեն ինչից, քո իրավիճակի համար ասած Աստծո ամեն մի խոսքը այո եւ ամեն է, մի նայիր ինչա կատարվում հիմա, այն ինչ որ կատարվում է հիմա, քո պատրաստության համար է, քո մարզման համար է, ոչ մի փորձություն քո վրա չի եկել քո ուժերից ավել, այն ինչ որ Աստված թույլ է տվել, որ գա քո կյանք, դա նրա համար է, որ դու հաղթես հավատքով, ու դա քո կարողության սահմանում է, դա քո հավատքի մակարդակի սահմանում է, դու դա կանցնես հեշտությամբ, եթե հայացքդ պահես Հիսուսի վրա ու ասես, այն ինչ որ Աստված քեզ ասել է, դա ճշմարտությունն է, հալելույա, գիտեք, մի անձնավորություն կա, որը հիմա ծայրահեղ ծանր վիճակում է, ֆինանսական, ունի լուրջ դժվարություններ, ու Աստված քեզ ասում է, որ դու գալիս է օրը, որ կդառնաս սպոնսոր, հոգևոր գրքերի հեղինակների կֆինանսավորես,
որ իրանք տպեն իրանց գրքերը, որպեսզի այդ գրքերը Աստծո արքայության մեջ բերի օրհնություն շատ մարդկանց համար, ովքեր որ կկարդան այդ գրքերը։ Իսկ Աստված քեզ կտա կարողություն, զորություն, քո ձեռքերի մեջ կդնի հնարավորություն ու դու կլնես ֆինանսավորողը այդ գրքերի։ Ու այդ այն դեպքում, որ դու այսօր նեղության մեջ ես, այսօր դու կարիքի մեջ ես, այսօր դու սպասում ես, որ մարդիկ քեզ օգնեն, քո ձեռքերը զորացնեն, բարձրացնեն, բայց Աստված քո համար նախապատրաստել է շատ մեծ օրհնություն։ Մի նայի քո այսօրվա դժվարություններին, նայի Աստծո խոստմունքին, այն ինչ որ արդեն խաչի վրա Հիսուսը իր զորությամբ իրականացրել է քո կյանքում, Աստծո ժառանգությունը Աստված իր հրեշտակներին հրամայել է, որ բերեն ու հասցնեն քեզ։ Այն կարողությունը, որ դու կունենաս, քո ջանքերից չի։ Տիրոջ ժառանգությունն է, որ Աստված կբերի ու կտա քո ձեռքերի մեջ։ Հիմա ինչ որ դու անցնում ես, քնդվում է քո սիրտը, փորձվում է քո սիրտը, շատ տեղերում երևում է քո հավատքը կամ անհավատությունը, եթե նույնիսկ կա պարտություն, շտապիր կանգնելու, մի մնա քո պարտված վիճակի մեջ, եթե կասկածանքն ու սուտը սատանայի ինչ որտեղ հաղթել են քեզ, ապաշխարի ու նորից հայացքդ ուղղի դեպի Հիսուսին, Աստված ի զորու է քեզ վերականգնելու։ Գիտեք, Պետրոսը ինքը ամենամեծ երևի նավակոծությունը ունեցավ իր կյանքում, երբ որ ուրացավ Հիսուսին, ունենալով բազմաթիվ խոստմունքներ, բայց իրավիճակ ստեղծվեց իր կյանքում, որ իր մոտ հավատքը տկարացավ, կասկածանքը եկավ ու ինքը շատ սարսափելի մի բան արեց։ Դա նման է դավաճանության։ Ինքը ուրացավ Հիսուսին ու ինքը շատ կոտրված ու փշրված էր, բայց երբ որ Հիսուսը եկավ հարություն առած ու հավաքեց իր աշակերտներին, ինքը Պետրոսին սկսեց հարցեր տալ, արդյոք որ Պետրոսը սիրում է իրան, ու Պետրոսը իր պատասխանով ցույց էր տալի, որ սիրում է։ Գիտես, Հիսուսը ընդհանրապես չկենտրոնացավ Պետրոսի դավաճանության վրա, Պետրոսի ուրացման վրա։ Հիսուսը վերցրեց ու Պետրոսին հանձնեց իր եկեղեցին։ Եկեղեցին Հիսուսի սեփականությունն է, Հիսուսի մարմինն է երկրի վրա։ Հիսուսը հանդիսանում է եկեղեցու գլուխը, ինքն է որոշումներ կայացնողը։ Եկեղեցու հետ կապված ամեն մի բան Հիսուսի վերահսկողության մեջ է ու իր դրված կարգու կանոնի մեջ է, ու ինքն է առանձնացնում դնում մարդկանց, ովքեր որ կառաջնորդեն իր եկեղեցին։ Հիսուսն է, որ օծում է ու վստահում է ծառայողներին իր եկեղեցին առաջնորդելը։ Ու Հիսուսը, եթե մարդկայնորեն նայենք Պետրոսի ուրացմանը, պետք է ասենք, ախր Պետրոսը ուրացել է, ինչ եկեղեցի վստահես իրան, Հիսուս ջան։ Ոնց այսօր ասում են, ախր կաթողիկոսը կուսակրոն է, ոնց կարա ինքը կաթողիկոս մնա, ախր ձեր ինչ գործն է, ով եք դուք մարդիկ, որ Աստծո ծրագրերը քննում եք, Աստծո դրած կարգու կանոնը դուք չի, որ պետքա որոշեք, մարդը արժանի է, թե արժանի չի։ Մարդկային հայացքով, մարդկային տեսանկյունով Պետրոսը ընդհանրապես արժանի չէր եկեղեցին առաջնորդելու։ Դավաճան մեկին Հիսուսը վերցնում է, դնում է, ասում է առաջնորդի իմ եկեղեցին։ Ու հնարավոր է, որ իր աշակերտների շրջանում այդ հարցը կար։ Ասում էին, ախր էսի ուրացող մեկն էր, ոնց ես իրան վստահում, ուխի ես իրան վստահում։ Բայց սրտեր քննողն Աստված է։ Աստված գիտի ում ինչ վստահի։ Ու այսօր, եթե դու տկարացել ես, թուլացել ես, ինչ որտեղ պարտվել ես, հուսահատվել ես, Հիսուսը այսօր զորացնում է քեզ։ Ասում է, զավակս, ես քո հետ եմ, ես քեզ երբեք չեմ թողել ու չեմ էլ թողելու։ Կանգնիր, ամրացիր, հայացքդ ուղղիր իմ վրա, օրհնությունը, որ գալիս է քո վրա, ինձանից է գալու։ Քո գործերը ոչ մի ձևով քեզ չեն բարձրացնում իմ առաջ։ Աստված գիտի մեր տկարություններն ու, գիտի մեր բացական տեղերը,
ու Աստվածա, որ զորացնում է մեզ, Աստվածա, որ անկատարը կատարյալ է դարձնում, որ մեղավորին սուրբ է անվանում, որ իր արյունը, որ թափել է մեր համար, իր արյան միջոցով կատարված սրբացման աշխատանքը Հիսուսը գիտի գնահատել։ Դրա համար մարդկային որևէ ջանք եկեղեցուն ուղղորդելու, եկեղեցուն փոփոխություններ բերելու Հիսուսից դուրս, որ Հիսուսը չի արել, դա ապստամբություն է, դա մարդկային ջանք է, որը գործողություն է հենց Հիսուսի դեմ։ Բայց այն փոփոխությունը, որ բերում է Հիսուսը իր հոգով, իր ծառայողների միջոցով, դա շատ նուրբ աշխատանք է, ու Աստված գիտի իր եկեղեցին մաքրել այնց, որ չկոտրի մարդկանց, մաքրել բժշկելով ու վերականգնելով։ Հիսուսը ամեն բան խաչի վրա կատարել ու ավարտել է, ինքը գիտի ոնց իր հարսնացուին պատրաստի։ Ամեն մի մարդկային ջանք եկեղեցու դեմ ուղված, որը սատանայական ծրագիր է, որը ներկայանում է լույսի հրեշտակի տեսքով ու փորձում է խոսի արժանապատիվ բաներ, մեծ բաներ, սուրբ բաներ, ասես թե եկեղեցու մասին է հոգ տանում, բայց եթե դա Աստծու հոգով արված չի ու Աստծու կողմից ուղղորդված չի, դա ապստամբություն է։ Բայց ամեն մի բան, ինչ որ Աստված անում է իր հոգով, դա շինություն է, դա իր մեջ ունի կյանք, դա բերում է ցանկալի արդյունքին։ Գիտեք, մի պատմություն կա, Դավիթ թագավորը ինքը սարսափելի մեղքի մեջ ընկավ մի ժամանակ, ինքը նախ շնության մեջ մտավ մի կնոջ հետ, որը ամուսնացած էր, որը իր զորավորներից մեկն էր, ու հետո երբ որ իմացավ այդ կինը հղի է, ամեն ինչ անում էր, որ դա ծածուկ մնա, որ թաքուն մնա, որ մտածեն, թե այդ կինը հղիացել է իր ամուսնուց, բայց երբ որ իր ամուսինը իր կնոջ մոտ չմտավ, ինքը ստիպված կազմակերպեց այդ ամուսնու սպանելը պատերազմի դաշտում, այն ձև արեցին, ասես թե ինքը մարտի դաշտում զոհվել է հերոսաբար, ու հետագայում այդ կնոջը վերցնում է իրան կին ու տպավորություն է ստեղծում բոլորի մոտ, որ այդ երեխան, որ պետքա ծնվի, իր երեխան է, բայց այդ ծածուկ մեղքը, որ գործել էր Դավիթը, Աստծու աչքից չէր վրիպել, ու Աստված ուղարկում է իր մարգարեին, ու մարգարեն, երբ որ գալիս է Դավթի մոտ, իմանալով, թե ինչ է կատարվել, որտեղ Աստված էր իրան հայտնե, ինքը շատ ծածուկ տեղը հանդիմանում է Դավթին, ու Դավիթը ընդունում է իր մեղքը, ապաշխարում է, ու Աստված Դավթի թագավորությունը դրա պատճառով իրանից չի վերցնում։ Բայց մարգարեն, որը գալիս է Դավթի մոտ ու հանդիմանում է մեղքը, ցույց է տալի, թե Աստված ինչ նրբանկատորեն է աշխատում իր օծյալի հետ։ Մարգարեն ամբողջ աշխարհին չի հայտարարում Դավիթ թագավորի հանցանքի մասին, այլ գալիս է ծածուկ տեղը հանդիմանում է ու հնարավորություն է տալի Դավթին ապաշխարության ու Դավիթը ապաշխարում է։ Այդ նույն բանը, երբ որ կատարվում էր Սավուղի հետ, երբ որ Սամուել մարգարեն հանդիմանեց Սավուղին իր աննազանդության համար, Սավուղը չապաշխարեց։ Երկրորդ անգամ Սավուղը թույլ տվեց նույն սխալը, արդեն ինքնուրույն որոշում կայացնելով սկսեց անել բաներ, որ իրավունքը չուներ։ Ու նույնիսկ երբ որ Սամուել մարգարեն բարեխոսում էր Սավուղի համար Աստծու առաջ, Աստված ասեց, չէ, հերիք է բարեխոսես, իմ հոգին վերցնում եմ Սավուղից։ Այսինքն Աստված է որոշում իր դրած օծյալին ների, թե պահի, մարդը չի որոշում։ Ու Աստված դա անում է տեսնելով մարդու սիրտը, տեսնելով մարդու զղջալն ու ապաշխարելը։ Պետրոսը, որը ուրացել էր Հիսուսին, ինքը զղջացել, ապաշխարել էր իր սրտում, երբ որ Հիսուսը իրան նշանակեց եկեղեցու առաջնորդ։ Շատ կարևոր է
Աստծու աշխատանքը իր եկեղեցում հենց Աստծու հոգով, Աստծու զորությամբ, Աստծու նրբանկատ աշխատանքը, ոչ թե կողքից մարդկայինորեն աչքի երևույթով գործողությունները։ Նորից եմ ասում, աչքի երևույթով, եթե Նաթան մարգարեն վարվեր ու չլսեր Աստծուն, ինքը պետքա գար Դավթին ասեր՝ դու մարդասպան ես, դու շնացող ես, դու այլևս արժանի չես Իսրայելի թագավորը լինելու, դուրս գար ժողովրդին հայտարարել Դավթի մեղքի մասին, բոլորին տաներ ապստամբության։ Դա մարդկային ջանքը կլներ, որը աստվածային ճանապարհը չէր, բայց Նաթան մարգարեն Աստծու ծառան լինելով հանդերձ Աստծու հոգով վարվել գիտեր ու դա բերեց ոչ թե կործանման, այլ բերեց ապաշխարության ու Դավթի թագավորությունը դրանից հետո էլ ավելի հաստատվեց, որտեղ Աստված սիրում է խոնար ու նազան սրտերը, որտեղ Աստված խոնարհներին է բարձրացնում, իսկ հպարտներին հակառակ է կենում։ Ամեն մի հպարտություն իր մեջ կրում է ապստամբություն։ Ապստամբության որդիները առաջնորդված են իրանց հպարտությամբ, իրանց սեփական էգոն է իրանց տանում առաջ, փորձում են իրանց ցուցադրեն ու զբաղեցնեն այն տեղը, որը Հիսուսը իրանց չի տվել։ Ցանկացած փոփոխություն Աստծու եկեղեցու մեջ, որը Աստծու հոգուց չի, դա հակաքրիստոսի հոգին է, որը փորձում է զբաղեցնի Հիսուսի տեղը, բայց եկեղեցու գլուխը Հիսուսն է։ Եկեղեցու գլուխը Հիսուսն է, ինքն է որոշումներ կայացնողը։ Մարդը չի, ու եկեղեցին Հիսուսի սեփականությունն է, Հիսուսի մարմինն է, Հիսուսի հարսնացուն է։ Եկեղեցին ժողովրդին չի պատկանում։ Եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին պատկանում է Հիսուսին։ Ու Աստված ինքն է որոշում իր հարսնացուի հետ ոնց վարվի, իր մարմինը ոնց առաջնորդի։ Ցանկացած գործողություն, մարդկային ծրագիր, որ թվում է թե եկեղեցու շահերից է բխում, բայց առաջնորդված չի Աստծու հոգուց, դա հակաքրիստոսի հոգին է, որը փորձում է զբաղեցնի նույն տեղը, որը պատկանում է Հիսուսին, Հիսուսի փոխարեն որոշում կայացնելու համար։ Ամեն։ Ամեն։ Հայր, ես օրհնում եմ, որ քո հոգին շարժվի ամբողջ Հայաստանով մեկ, ամբողջ եկեղեցիներով մեկ ու ամեն մի բան, որ բարձրացած է քո եկեղեցու դեմ, որը քո հոգուց չի, լինի դատապարտված քո հոգու զորությամբ։ Ամեն ապստամբություն թող հանդիմանվի քո հոգու զորությամբ ու մարդիկ, որ մոլորության մեջ են, թող զղջան ու ապաշխարեն, որ չկործանվեն։ Բայց ամեն աշխատանք, որ գալիս է քո հոգուց ու դու իրականացնում ես քո օծյալների միջոցով, մաքրելով քո եկեղեցին, օրհնված թող լինի քո ծառայությունը քո ծառայողների միջոցով, քո առանձնացված օծյալների միջոցով այն աշխատանքը, որ դու վստահել ես քո եկեղեցում կատարելու, թող քո հոգու զորությամբ հաստատված լինի ու բերի ցանկալի արդյունքը, ոչ թե կործանում, այլ ապաշխարություն ու վերականգնում։